Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին։ Բարև ձեզ, պարոն Մանասերյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանասերյան, մեր հեռուստադիտողը գիտի արդեն մեր հաղորդումներից, որ ես նախ ընտրում եմ հաղորդումը սկսել հատկապես լավ լուրից, սկզբում լավ լուր, իսկ այսօր հենց այդ օրն է, մենք լավ լուր ունենք։ Խոսքը ձեր գրքի մասին է, որ լույս է տեսել եւ պատրաստվում եք նաեւ շնորհանդեսի ներկայացնել տնտեսական դիվանագիտություն պատմական Հայաստանից մինչեւ թվայնացման դարաշրջան։ Հետարքիր վերնագիր է, քաշող վերնագիր է եւ միևնույն ժամանակ գրել եք, որ սա ձեր երկար տարիների աշխատանքի արդյունքն է, որ այսօր հայտնվել է արդեն հերձողի սեղանին։ Սկսենք ուրեմն հենց այդ լավ լուրից, ձեր խոսքով մի քանի մեկնաբանություն, առհասարակ ինչ է գիրքն իրենից ներկայացնում, ում է ուղղված եւ արդյոք կարելի է մի պետության մեջ, որտեղ իրականում հենց տնտեսական դիվանագիտության այսքան պակաս կա եւ կարելի ասել գրեթե չկա, այսպիսի աշխատանք դնել սեղանին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ասեմ, որ ինքը շատ հետաքրքիր պատմություն ունեցավ այս գիրքը, 28 տարիների ուսումնասիրությունը միայն գրելու վերլուծությունների եւ տարբեր փուլերով անցնելու առումով, ավելի եթե անկեղծ լինեմ, գիտակից կյանքի ընթացքում փորձով եւ նաեւ կրթությամբ այն ինչ որ կարողացել եմ շատ դեպքերում դասավանդելիս անգամ սովորել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ տարբեր երկրների համալսարաններում, որտեղ մենք առանց սովորելու չենք կարող առաջ գնալ։ Եվ ի վերջո դրա գործնական նշանակությունն եմ փորձել ինձ համար հասկանալ, հետո արդեն անդրադարձա պատմական իրողություններին եւ դարձյալ շատ այսպես նեղ խնդիր էր դրված անձնապես հասկանալու թե մենք պատմության ընթացքում ունենք այնպիսի փուլեր, որտեղ տնտեսական դիվանագիտությունը դեր է խաղացել եւ արդյոք մեր մտածողները երբևէ անդրադարձել են։ Ի զարմանս ինձ այն ինչ ես պեղել եմ եւ ինչ ժամանակաշրջան է ընդգրկում։ Ընդգրկում է հայոց պատմության Քրիստոսից առաջ առաջի երկրորդ դարերից կա որոշ հատվածներ 5-րդ դարից մինչև այսօր։ Տիգրան Մեծի ժամանակաշրջանն էլ իհարկե, բայց շատ ավելի ուսանելի է 13-րդ դարը, ուղղակի ապշեցուցիչ դաս է մեզ համար, եւ կամ կարելի ասել հիանալի դաս է ժամանակակից հայերիս համար։ Միանգամից երևի դրանից սկսեմ, հետո այդ նախապատմության մասին եւս երկու խոսք կհավելեմ։ 13-րդ դարում, եթե Կիլիկյան Հայաստանը, պատմական Հայաստանը չունենար Սմբաց Պարապետի պես փայլուն դեմք, որը եւ գունստաբլ էր, ռազմական հսկայական ավանդ ունեցող գործիչ, փայլուն զորավար, հրաշալի մտավորական, որտեղ իր կերտվածքները, իր գրվածքները մինչև այսօր պահպանվում են Մատենադարանում, միջազգային հարաբերությունների գիտակ, լուրջ դիվանագետ եւ վերջապես տնտեսական դիվանագիտության գործիքներին այնպես վարպետորեն է տիրապետել, որ հենց այն ժամանակահատվածը, որ թաթար մոնղոլները 11, 12, 13-րդ դարեր, 14 տարբեր երկրներում, հատկապես մեր տարածաշրջանում ունենալով գերիշխանություն, անպարտելի Ռուսաստանը, որ պատմության մեջ որևէ երկրի կողմից ոչ Գերմանիան, ոչ Ֆրանսիան այդպես էլ ծնկի չբերեց, 2 դար մոնղոլների, մոնղոլ թաթարների տիրապետության տակ է եղել, բոլորս գիտենք դրա մասին։ Ահա պատմական Հայաստանը խուսափեց ավերածություններից եւ Կիլիկյան Հայաստանի վերացումից կարելի ասել։ Եվ մենք որ այսօր կանք մեր գոյատևման ճակատագրական փուլում Սմբաց Պարապետը կարողացավ
հայոց թագավորին, որի եղբայրն էր, համոզել, բանակցություններ վարել մոնղոլների հետ, խանի հետ, նախապատրաստել հանդիպումը երկրների ղեկավարների եւ գալ 2 դար ու ավելի համաձայնության տնտեսական գործիքներով, տնտեսական դիվանագիտությամբ, հարկերը փոխել բնամթերքի, մոնղոլ թաթարների, ավելի կոնկրետ ասեմ, մոնղոլ թաթարների համար անհրաժեշտ սնունդ, զինամթերք, հագուստ եւ այլ մատակարարելով, որտեղ այսպես թե այնպես նրանց դա անհրաժեշտ էր որևէ այլ երկրից պետք է ավելի շատ էր պետք քան փողը գումարը։ Այո։ Եվ սա այս ճկունությունը, դիվանագիտական նուրբ լուծումները կարողացան զերծ պահել Կիլիկյան Հայաստանը, դարձնել այն բացառիկ օազիսներից մեկը, որը ուղղակի ոչ թե չվնասվեց, այլ ծաղկեց այդ տարիների ընթացքում եւ հետագա տարիներին մեզ հայտնի են այն գանձերը, որ ստեղծել են մեր մտածողները եւ ընդհանրապես մեզ հաջողվել է իբրև պետություն ունենալ, որից հետո իհարկե կորուստ եւ այլ պետականությամբ, բայց ահա ես մի օրինակ եմ ընդհանրապես բերում, իսկ դրանք բազմաթիվ են։ Ես նաև ուսումնասիրել եմ ինստիտուցիոնալ հիմքերը, հաստատութենական հիմքերը, եւ դրա լավագույն հիմնադիրը Մխիթար Գոշն է։ Մխիթար Գոշը, որը Սմբաց Սպարապետից առաջ դեռ 1143 թվականից արդեն իր դատաստանագրքի վրա աշխատանքներով, հետո դա դարձավ ամբողջ Եվրոպայի համար քաղաքակիրթ Եվրոպայի օրենսդրության հիմքն է, եվրոպացիները իրենք են ընդունում ինչ օրս։ Այնտեղ հստակ մատնանշված են ի թիվս այլ հիմնադրույթների, ես արդեն որպես օրենսդիր եմ նայում դրան, ինչ տնտեսական եւ տնտեսական օրենքների, այդ թվում հարկային օրենքներ եւ այլ, ինչպիսի գիտակ է եղել եւ ինչպիսի սոցիալական արդարության տեսանկյունից ճիշտ ձևակերպումներ է տվել, որ եվրոպացիների համար ընդունելի է եղել, բայց առաջին հերթին հայերիս համար է ընդունելի եղել։ Այսպես կարելի է թվարկել Դավիթ Ներգինացին, որը Դավիթ անհախտ իբրև մենք գիտենք եւ հայտնի է մեզ, եւ տարբեր այլ մտածողների գանձերը։ Ես տարիներ եմ անցկացրել Մատենադարանի արխիվային նյութերը ուսումնասիրելու եւ դա ինձ համար եղել են երանելի տարիներ, որովհետեւ ինքնաճանաչում է ի վերջո։ Բնավ այդ ժամանակ նպատակել չեմ ունեցել դա վերածել մենագրության, ուղղակի իսկապես ինքնաճանաչման միտումով, բայց հետո այնքան ակնհայտ են դառնում այդ կապերը, որ կարծես թե դու պեղում եւ հայտնաբերում ես բանալիներ այն խնդիրների, որոնք այսօր մեր առջև ծառացած են։ Եվ եթե այդպես ալեգորիկ լեզվով ասենք, ապա այս գրքի նպատակը եղել է բանալիների մշակումը, որը կօգնի գործնական առումով եւ գիտական հիմնավորումներով օգնել մեր երկրին ռեալ առաջընթաց ունենալու եւ տարածաշրջանում արժանի տեղ զբաղեցնելու, ընդհանրապես տնտեսական դիվանը, ես չէ որ պետք է ասեմ, տնտեսական շահը ընկած է քաղաքականության հիմքում եւ բոլոր ժամանակակից գործընթացները չի կարելի ուղղակի վերացարկել տնտեսական մնաց թե տնտեսական դիվան։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն չկա դեռ այդ դպրոցը ձևավորված, չկա այդ ուղղությունը, որ շատ ցանկալի էր տեսնել արտգործնախարարությունում եւ ցանկացած քաղաքակիրթ երկիր օգտագործում է դա իր զինանոցում, անգամ ոչ զարգացող երկրները օգտագործում են տնտեսական դիվանագիտությունը ըստ ճյուղերի, չգիտեմ, էներգետիկ դիվանագիտություն, ֆինանսական դիվանագիտություն տարբեր, բայց էներգետիկը անգամ Ռուսաստանը, որ չի կարող զարգացած երկիր համարվել, զարգացող երկիր է, բայց էներգետիկ դիվանագիտության մեջ օրինակ եմ ուզում բերել նավթային կամ գազային դիվանագիտությամբ փայլուն ընդ որում հղկված գազային դիվանագիտությամբ այսօր 21-րդ դարում տեսնում եք, որ չունենալով լուրջ տնտեսական պոտենցիալ կամ տեխնոլոգիական բարձր առաջընթաց, նման առաջընթաց ունեցող երկրներին կախվածության մեջ է դրել իրենից եւ 18 այդ պակետները պատժամիջոցների անգամ այդ երկրները, որոնք կիրառում են Ռուսաստանի հետ
առևտուր են անում, որտեղ ստիպված են։ Ահա թե ինչ կարևոր նշանակություն ունի տնտեսական դիվանագիտությունը։ Եվ երկու խոսք շնորհանդեսի մասին իհարկե, որովհետև վստահ եմ ցանկացողներ կան եւ լավ կլիներ տեղյակ լինեն։ Շնորհանդեսը լինելու է Մատենադարանում, որտեղի աղբյուրներից օգտվել եմ շռայլորեն ամսի 7-ին, հոկտեմբերի 7-ին ժամը 3-ին իհարկե սահմանափակ է լինելու, բայց ես ուրախ կլինեմ եւ հետագայում ելնելով իհարկե ցանկությունից կամ իրավիճակից հնարավոր է որ ըստ բաժինների ներկայացվի գիրքը, որովհետեւ ինքը նախ երկվորյակն է մեկ այլ աշխատության, տնտեսական անվտանգություն, ուզում եմ սրա մասին երկու բարձր թույլտվությամբ ասել, ցանկացած երկրի ղեկավար երթվում է սահմանադրության երբ Սուրբ գրքի վրա ձեռքը դնելով երկու բան է պարտավորվում ապահովել անվտանգություն եւ զարգացում։ Ուրեմն տնտեսական, իբրև տնտեսագետ, տնտեսական անվտանգության մասը գրեթե նույն ծավալով եւ բավական էլի տարիների աշխատություն էր։ Դրա շնորհանդեսը եւս Մատենադարանում է եղել 11 տարի առաջ եւ ահա զարգացումը նույնիսկ եթե տնտեսության մենք պատշաճ մրցունակության մակարդակ ունենանք, դա մատուցել է պետք։ Իսկ առանց տնտեսական դիվանագիտության դա իմ խորին համոզմամբ հնարավոր չէ եւ երկրորդ այստեղ բացի այդ բանալիներից ես հանդգնել եմ, այսպես ասեմ, որովհետեւ որքան որ մասնագիտական գրականությունը ուսումնասիրեցի տարբեր երկրներում, կան բավական հետաքրքիր հոդվածներ, անգամ մենագրություններ կան, բայց հեղինակներից շատ քչերն են համարձակվել ինստիտուցիոնալ հիմքերի մասին խոսք ասել, համակարգված չկա։ Ձեր խոնարհ ծառան, քանի որ այդ ասպարեզը արդեն ոտք է դրել, հանդգնել է այդ դաշտը կամ հիմքը ներկայացնել, իսկ հաստատութենական հիմքերը որոնք են, ինչ ասել կուզե, եւ այստեղ փորձել եմ նաեւ ներկայացնել առաջին անգամ, որ տնտեսական դիվանագիտությունը պետք չէ դիտարկել միայն արտաքին առևտրի, արտաքին տնտեսական կապերի, արտաքին համագործակցության դիտանկյունից, տնտեսական դիվանագիտությունը շատ կարևոր գործիք է տնտեսության ներսում խնդիրներ լուծելու համար։ Օրինակ, փոքր օրինակ բերեմ, գործարարների, հատկապես փոքր բիզնեսի եւ հարկային մարմինների, պետեկամուտների կոմիտեի միջև հարաբերությունները անընդհատ լարվածության մեջ են, որքան էլ որ անկախության տարիներին դրանք բարեփոխվել են, իսկապես պետք է նկատենք, որ այն վայրի կապիտալիզմից հասել են որոշակի ինչ-որ մակարդակի, բայց դարձյալ մեկը մյուսին դիտարկում է որպես հակառակորդ, անվստահություն կա, պետությունը մտածում է, որ բիզնեսը իրեն խաբում է, իսկ բիզնեսը մտածում է, որ իրեն կողոպտում են, վերջի այդ եղածը պետք է տանեն, տնտեսական դիվանագիտության դերը հենց նրանում է, որ պետք է պարտներային հարաբերությունները, այստեղ կա նաև որոշակի տնտեսական փիլիսոփայություն, եթե կուզեք, ում համար է աշխատում պետեկամուտների կոմիտեն, պետության, ում համար է աշխատում փոքր բիզնեսը կամ ցանկացած մեզնից յուրաքանչյուրը, ի վերջո նաև մեր հարկերով հզորացնելու մեր երկիրը։ Այս գիտակցությունը մատուցել է պետք, ինչ որ մեկը պետք է դա ստանձնի, դա շատ պրիմիտիվ օրինակ վերեցի, բայց բազմաթիվ եռակողմ համագործակցություն, պետություն, մասնավոր հատված փորձագիտական հանրություն, փորձագետներ։ Երբևէ անում ենք դա, չենք անում։ Եվ այլ, այսինքն այստեղ դիտարկվում է ժողովրդագրական դիվանագիտություն օրինակ։ Շատ ենք դժգոհում վերջի տարիներին ասում ենք, տեսեք այլազգիները եկան 100,000-ներով եկել են Հայաստան, գուցե լավ է, գուցե վնաս է, ով պետք է դա վերլուծի, ինչ քաղաքականություն պետք է որդեգրենք, կարելի է դա դարձնել կառավարելի, որովհետև ժամանակակից աշխարհում չեք կարող սահմանափակել այլ երկրներից մուտքը դեպի ձեր երկիր, բայց կառավարելի դարձնել, որպեսզի ժողովրդագրական անվտանգությունը ապահովի, այստեղ հաստատ ժողովրդագրական դիվանագիտության կարիք կա։ Այև սաղուն ձևով անցանք մեր օրերին, իհարկե շատ հետաքրքիր էր պատմական ակնարկը ձեր էքսկուրսը, որ կատարեցինք,
Գանք մեր օրեր իշխանությունները ինչքանով հետևում ենք, տեսնում ենք, փոթորկվում ենք, բորբոքվում ենք, բողոքում ենք, տեսնում ենք, որ այդ տնտեսության մեջ ամեն ինչ կախված է այն բանից, թե քաղաքականության մեջ իշխանությունը հանկարծ որ ուղղությամբ կգնա, կամ ինչ քայլեր կանի, մինչդեռ երբեմն ճիշտ է իմանալով քո տնտեսությունը, իմանալով քո հնարավորությունն անես այդ քայլերը։ Այս մասին եմ ուզում, որ խոսենք եւ մասնավորապես այսպես կոչված այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը, որը եթե հավատալու լինենք իշխանությունների այսպես խոսույթներին, մեզ եկամուտներ է բերելու, չգիտես, մեզ համար պայծառ ապագա է խոստանում եւ այլն։ Մինչդեռ հաշվարկներ դրա հետ կապված իրականում մենք չենք տեսել, մենք չգիտենք հիմնավորումները, մենք լսել ենք միայն, որ ինչ որ մի ամերիկյան ընկերություն կապահովի դրա աշխատանքը եւ մեզ էլ այնտեղից մի բան կտա։ Հիմա մի բան տալը ուրիշ է, բայց քո տարածքը տաս ու ինքդ էլ հայտնվես այդ խեղճ ազգականի դերում, որին մի բան տալիս են։ Մեղմ ասած ծիծաղելի է եւ այստեղ անկախ ճիշտ բառերը օգտագործեցիք, խեղճությունը մեզ վայել չէ։ Տեսեք, նախ սկսեմ առաջի հարցից, որ մենք գիտենք մեր տնտեսությունը ինչ է ինձ ներկայացնում։ Գիտենք ինչ ռեսուրսներ ունենք, որպեսզի առաջ շարժվենք, թե մեր ականջին ինչ փսփսան պետք է դա անենք։ Իդեպ ասեմ, որ գրքի շնորհանդեսին ես հրավիրել եմ բացարձակապես բոլոր սպեկտրի մարդկանց, եւ փորձագետներին, եւ պետության ներկայացուցիչներին, որովհետեւ այն պետք է ունենա հասցեատեր։ Մենք չենք կարող մի նեղ շրջանակով հավաքվել, ասել, վայ, այս ինչ լավ աշխատություն է, հրաշալի է, չէ։ Ես ուզում եմ, որ ընդդիմախոսները ներկա լինեն, ում ուղղված է եւ ում համար գրված է նաեւ իրենց զինանոցում օգտագործելու։ Ձեր լսարանը կոնկրետացնում եք, այսպես ասած։ Շատ հստակ։ Էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, արտգործ նախարարություն, նաեւ ձեր հաղորդման միջոցով եմ դիմում, այլընտրանք հետազոտական կենտրոնը պաշտոնապես իրենց արդեն հրավերներ է ուղարկում եւ շատ կարեւոր է, որ իրենց փաստարկները լսենք, որքանով է կիրառելի եւ որքանով ոչ։ Սա ուղղակի կիրառական մասով։ Ինչ վերաբերում է որքանով ենք ճանաչում մեր տնտեսությունը, հասկանալի է, որ անկախության տարիներին ցավոք սրտի քիչ ղեկավարներ ունենք կառավարման ոլորտի, որոնք քիչ թե շատ գոնե իրենց փորձով են ճանաչում տնտեսությունը, բայց տնտեսությունը շատ հստակ այսպես օրգանիզմ է, եւ կենդանի օրգանիզմ է։ Պետք է մենք հասկանանք, թե ինչ ռեսուրսներ ունենք։ Իմ խորին համոզմամբ գոնե 4 խմբի կարելի է դրանք բաժանել՝ մարդկային ռեսուրսներ, մարդկային կապիտալ, բնական ռեսուրսներ, հանքային, արտադրական, տեխնոլոգիական եւ նաեւ գիտական նվաճումներ եւ վերջում միայն ֆինանսական։ Նա կարող է զարմանալ, ինչ է տնտեսագետը վերջում ֆինանսական ասում, որովհետեւ ֆինանսական ռեսուրսները չի կարելի առաջնահերթություն դարձնել, եթե չկա գաղափար, եթե չկան մարդկային բարձրորակ ռեսուրսներ եւ այլն։ Այսինքն մենք գիտենք, թե մենք ինչ մասնագետներ ունենք Հայաստանի Հանրապետությունում, մարդկային կապիտալից եմ սկսում, մարդկային ռեսուրս, ոչ, որևէ մեկը հաշվառում չի արել։ Դա պետք է անենք։ Հանքային ռեսուրսները արտերկրից եկած ընկերությունները շահագործում են մեր հանքերը եւ մեզնից շատ կոմպետենտ են, թե ինչպես է գնահատում եւ ինչ կան ընդերքում, այսինքն այստեղ եւս հաշվառում չունենք։ Երկրաբանների դպրոցն էլ արդեն վերանում Հայաստանի Հանրապետությունում։ Երրորդը տեխնոլոգիական, արտադրական, արդյունաբերական ռեսուրսներ, ինչ սարքավորումներ եւ այլն։ Այդ զինանոցով մենք կարող ենք արդյունաբերության որևէ ճյուղ զարգացնել։ Միգուցե կարող ենք, միգուցե ոչ։ Այն ծրագրերը, որ գրվում են դրա համար է, հիմքում կա դա, թե չէ։ Հաշվառումը 1990 թվականից այս կողմ չի իրականացվել։ Եվ վերջում ֆինանսական ռեսուրսների մասին մոտավոր պատկերացումներ կան, որովհետև բանկերին այսօր ավելի շատ են վստահում մարդիկ ավանդներ դնելով, քան ասենք որովհետև ներդրումներ անելով, բայց դա բավարար չէ, որովհետև ֆինանսները գալիս են այն ժամանակ, երբ այս մարդկային ռեսուրսները հենվելով այս երկու այլ ռեսուրսների վրա, բնական եւ արտադրական, իրենք գաղափար ծրագիր են մշակում,
ասում են, որ մեզ այսքան գումար է պետք, որ դա իրականացնենք։ Եթե գումարը տալիս ես առանց այս մյուս կոմպոնենտների, ոչինչ բան չի ստացվի։ Սա առաջի հարցի ձեր պատասխանը։ Զանգեզուրի միջանցք ասվածը ես բազմաթիվ միջազգային հարթակներում հերքել եմ եւ ընդդիմացել, որ չի կարելի նման տեղանուն չունենք, բայց ճանապարհի մասին է խոսքը։ Այո, մենք այդքան խեղճ չենք եւ չենք կարող լինել, որպեսզի ձեռքներս բարձած սպասենք, թե մեզ ինչ են տալու մեր տարածքով անցնելու համար։ Մենք պետք է ավելի նախահարցակ պրոակտիվ լինենք եւ բազմաթիվ են գաղափարներն ու ծրագրերը, թե ինչպես հարաբերվել եւ հարևանների հետ։ Ընդամենը մի քանի օրից ես պետք է այդ հարթակներից մեկի շրջանակներում ադրբեջանցիների, թուրքերի, վրացիների հետ, նաեւ եվրոպացիների հետ քննարկեմ այն հավանական սցենարները, որոնք կարող են մեզ հավասարաչափ շահավետ լինել։ Սա եւս տնտեսական դիվանագիտություն է։ Track 2, այսինքն երկրորդ գծի վրա ենք։ Առաջի գիծը track 1-ը դա որոշում կայացնողները, որքանով են սա ազդելու որոշում կայացնողների վրա, ասեմ, որ Վրաստանում եւ Ադրբեջանում ավելի պահանջարկված է փորձագիտական միտքը, քան Հայաստանում։ Ինքներդ եք տեսնում, նույնիսկ պետականամետ, իշխանամետ փորձագետները շատ դեպքերում չեն կարող որոշումների կայացման վրա ներազդել։ Սա նշանակում է, որ գիտունիկների կառավարությունը ուղղակի ամեն օր նայած թե որ ոտքից է արթնանում, այդ տրամադրությամբ երկիր է կառավարում։ Չկա այն տեսլականը, որին պետք է ուղղվի քաղաքականությունը, այդ թվում եւ տնտեսական դիվանագիտությունը, որպեսզի կարողանանք մենք առավելագույնս օգուտներ քաղել մեր ռեսուրսներից, բայց այս ամենակարևորը չնշեցի մարդկային ռեսուրսների մասով հատկապես դա սփյուռքի մասնագիտական կարողությունն է։ Այդ գանձը, որ ունի Հայաստանը կամ հայերս որ ունենք, դրա մասին չեն կարող երազել որևէ մեկը։ Ընդ որում տարբեր երկրներում տարբեր տեսակներ մենք ուզենք թե չուզենք արդեն ցանցային պետության հիմք ունենք։ Այո։ Ընդհանրապես պետք է խելամիտ մարդիկ, որպեսզի դա ձևակերպեն եւ ճիշտ օգտագործեն հատկապես մարդկային ռեսուրսների առումով, մարդկային մասնագիտական ռեսուրսներ։ Լավագույնը վերցնելով այնտեղից։ Եվ իշխանությունները հայտարարեցին նաեւ թե իրենք հենց այսօր կամ վաղը պատրաստ են բացել Թուրքիայի սահմանը, որի նախորդ հարցի շարունակությունն է ըստ էության։ Թուրքիայի սահմանը բացել նշանակում է Եվ այստեղ արտահայտություն կա տնտեսական էքսպանսիա Հայաստանի նկատմամբ եւ այլն, եւ դարձյալ բախվելու ենք մի հարցի, ունեինք արդյոք հաշվարկներ այդ սահմանը բացելուց առաջ։ Գիտեինք ինչով կավարտվի դա մեզ համար։ Տեսեք, այս հարցերը ես վերջի շրջանում հատկապես հաճախակի եմ հողում կառավարության, այսինքն իմ ելույթներում կամ հոդվածներում, հարցազրույցներում Եվ այնտեղից դարձյալ գիտունիկներից հետևյալ բանն է գալիս պատասխանը, որ մեզ քննադատում են, են անում, բայց մենք շատ լավ գիտենք, մարդիկ փող են ստանում դրա համար, հաշվարկ չեն ներկայացնում։ Լրագրողներ են հարցնում, թե իսկ այդ ճանապարհը մեզ ինչ օգուտ կտա գյուղմթերքների առումով էքսպանսիա կլինի, գյուղատնտեսությունը կտուժի։ Նախարարը հղում է անում մի հոդվածի, որ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ հոդվածի մասին ինքը մասնագիտորեն շատ է, որտեղ համահեղինակությամբ է տպագրված, եւ այնտեղ նույնիսկ եթե բովանդակային մասի մեջ խորանանք, ապա այնտեղ պատասխան չի տրվում դրան հաշվարկների առումով, մոդելներ են բերում եւ ընդհանրապես շատ պարզունակ բաներ, թե առաջի 3 ապրանքները, օրինակ Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանում եւ Ադրբեջանում որոնք են եւ ինչպես կարելի է Սա խաղ չէ, սա հերոստախաղ չէ կամ մանկական խաղ չէ, որ ասենք 3 լավագույն ապրանքներից նրանք հատուկ ֆինանսավորում են արտաքին առևտուրը եւ էքսպանսիան դեպի այլ երկրներ։ Ուզում եմ հիշեցնել նման մարդկանց, որ Թուրքիան վաղուց արդեն գրավել է եվրոպական շուկան, ընդ որում բոլոր եվրոպական երկրների, բոլոր Եվրամիության անդամ եւ ոչ անդամ երկրների, դուրս մղելով այնպիսի գյուղատնտեսական ագրարային ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրանք իրենց սեփական շուկաներից, ինչպես Բուլղարիան, ինչպես Հունգարիան, ինչպես Սլովենիան, տարբեր, ել չեմ խոսում Ֆրանսիայի, Գերմանիայի, մյուս Հոլանդիայի մասին, որոնք ուղղակի մեծ գումարներ են դնում սուբսիդավորելու իրենց գյուղատնտեսություն, բայց չեն կարողանում թուրքական ապրանքների հետ մրցել։ Ողողել է Թուրքիան ամբողջ Եվրոպան։ Հիմա
Հայաստանը այդքան հզոր է, ուզում հարց տալ այդ կառավարիչներին։ Բերեք այդ բաները, փաստարկները բերեք եւ թերություններից մեկը, եթե գիտական հոդվածին ընդունենք, որ ինքն է շատ լուրջ գիտական բան։ Ինչի եք անընդհատ վերցնում այն տրադիցիոն ավանդական ապրանքները, որոնք արտահանում է, ասենք, հայ գյուղացին կամ չգիտեմ, ձեռներից, որը ինքը իր ուժերով է գնացել։ Բա որտեղ է տնտեսական, պետական քաղաքականությունը։ Իսկ որտեղ է գիտելիքահենք տնտեսությունը։ Եվ բարձր տեխնոլոգիաներ, գիտելիքով սնվող ճյուղերը, որը մեր ապագան պետք է լինի, այնուհետև մենք դուրս կթռնենք համաշխարհային տնտեսությունից, իբրև ազգային տնտեսություն։ Բա մեր բարձր տեխնոլոգիաների ոլորտը, տեղեկատվականը դեռ մի կողմ դրած, նանոտեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ եւ այլն, դրա հետ կապված մենք ինչ ենք անում։ Բայց ձեր ասած դիվերսիֆիկացիայի վերաբերյալ 7 տարի մի քայլ, 7 քայլ չէ, 1 քայլ արել եք, արաբական աշխարհում մի տեղ գոնե զբաղեցրել եք, հարևան Իրանում կամ հարևան Վրաստանում կարողացել եք մի բան իրացնել։ Սրանք լուրջ խնդիրներ են։ Այսինքն ես ոչ թե ուզում սևացնել, այլ կամ քննադատել կամ ասել, տեսեք ինչքան, չէ, ես ընդհանրապես ուզում եմ իմ երկրին օգնել, որպեսզի մենք առաջ գնալ, որտեղ մենք չենք կարող երբևէ ունենալ հրեշտակների կառավարություն։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրենից կախվածն անի, որպեսզի կառավարությունը, որին մենք վարձել ենք, նաև հսկենք, որ իրենք իրենց գործով զբաղվեն, իրենք իրենց աշխատավարձն ու լրավճարները, որ ստանում են, արժանանան դրան։ Եվ դրանից մենք բոլորս չտուժենք ու նայենք անդադ իրենց դեմքին, ասենք իսկ ինչ եղավ, իսկ մեզ խեղճի տեղ են դնելու, թե մենք կարող ենք պրոակտիվ լինել։ Չի կարելի դեգրադացվել, չի կարելի 90 թվականից հետո ունենալ հետընթաց։ Թեկուզ Խորհրդային Միության տարածքում կամ շրջանակներում ունենալով լուրջ մասնագիտական ներուժ, որը անընդհատ գնում է ու դեռ չի սպառվում։ Հայաստանից անընդհատ արտագաղթում է, բայց ինչ էլ որ ման փաղում է Հայաստանը։ Դրանից հետո մենք ոչ թե առաջ ենք գնում, այլ հետ ենք գնում։ Ես կարծում եմ, որ միշտ տիրոջ կամոք ունենք այդ հնարավորությունը շտկվելու, բայց դա անվերջ չի։ Անվերջ չի, եւ մեր թշնամիները չեն կարող մեզ թույլ տալ, որ մենք այսպես սպասենք լավագույն ժամանակներին։ Շատ դինամիկա փոխվում ամեն ինչ։ Չգիտեմ, այս հարցը որքանով է հարմար գիտնականին ուղղելու, բայց ինչ եք տեսնում դուք այս իշխանությունը, դուք շատ լավ ձևակերպում տվեցիք նաև գիտունիքների կառավարություն։ Այս իշխանությունը ձգտում է վերարտադրվել 26 թվականին, ընդհանուր այդ մասին բաց խոսում է, այլ խոստումներ է տալիս վերարտադրվելու դեպքում ինչ կանի։ Դուք տեսնում եք ինչ որ մի բան այս կառավարության մեջ, իշխանության մեջ, որ ի վերջո սրանք այդ քաղաքական զիզի բաներից հեռանալով լուրջ կզբաղվեն կամ կկարողանան լրջորեն զբաղվել պետության կառավարմամբ։ Նախ եւ առաջ շատ լավ հարց եք տալիս, բայց նախ եւ առաջ պետք է ինքներս մեզ հարց տանք։ Իսկ մենք իշխանափոխությունից առաջ կարողացել ենք աշխատեցնել կառավարությանը։ Ընդ որում ոչ միայն այս կառավարությանը, որևէ կառավարության։ Եթե նկատել եք մեր հանրությունը, չեմ ուզում ժողովուրդ կամ ազգ բառը օգտագործել, որովհետև այնտեղ ուրիշ հատկանիշներ են։ Հանրությունը պահանջկոտություն ունի, ասի, որ ես քեզ վարձել եմ իմ հարկերով, հա, մեր հարկերով են, չէ՞, նաև աշխատում։ Մենք, նաև ես եմ դրա համար մեղավոր։ Ժամանակին խնդիր դնում ենք, ընդ որում կարող է դա քաղաքական չլինի, դա կարող է ուղղակի շատ քաղաքացիական պահանջ լինի։ Ասի, ես ձեզ տալիս եմ գումար, ուր է գնում իմ հարկերը, ինչի վրա եք դուք օգտագործում։ Այս հարցադրումը եթե մենք անենք, մենք եվրոպական երկրներից բավական կարող ենք նախ հասնել, հետո նաև կարող ենք ինչ-որ ձևով նաև տարբերվել ու առաջ գնալ, որովհետև փոքր երկիր ենք, փոքր երկրի էֆեկտը կա, բայց մենք դա անգամ չենք անում։ Հիմա այս իշխանությունը կվերարտադրվի, թե այլ ուժ կգա, մենք նախ մեր ներսում պետք է նայենք, ինչպեսի ընտրություն ենք մենք կատարում եւ ինչքանով ենք մենք հետեւողական, ում որ ընտրեցիք։ Եթե դուք ես ինձ վատ դերում ներկայացնեմ, ընտրեք ինձ որևէ
ժամանակ որևէ պաշտոնի։ Եվ ես հանկարծ հակակշիռ չունենամ իմ գործունեության մեջ զսպող իմ սխալների, իմ թերությունների, միտումնավոր նույնիսկ սխալների։ Ես անդադ պետք է սխալները շարունակեմ եւ իմ գործունեությունը ծառայեցնեմ անձիս եւ իմ շրջապատին։ Ուրիշ բան, եթե մենք լուսարձակի տակ ենք գործում, սա լրիվ ուրիշ բան, իսկ լուսարձակը կախված է մեզնից յուրաքանչյուրից։ Սա երևի մշակույթ է, որ պետք է մի քիչ ավելի ինքներս մեզ նայենք հայելու մեջ, տեսնենք մեզնից կախվածը գոնե անում ենք, թե ոչ։ Իսկ կասկածները փարատելու համար ես լավ լուր ունեմ ձեզ համար։ Այս իշխանությունը չի լինելու եկող տարի։ Եվ դա ոչ թե չկամության համար եմ ասում կամ չգիտեմ, վատախոսության, որովհետև առաջընթացը միշտ թարմություն է պահանջում, միշտ այլընտրանք է պահանջում։ Այն ինչ որ մեր կառույցի անունն է։ Եթե այլընտրանք չկա, մենք ճահճանում ենք։ Եվ իսկ ինչ են անելու այն երիտասարդները, որոնք որևէ տեղ ոչ կուսակցականացված են, ոչ քաղաքականացված, ուղղակի իրենց գործը, անգամ այս իշխանության մեջ ես ճանաչում եմ իմ նախկին ուսանողներ, ասպիրանտներ եւ այլն, որոնք կարող է դժգոհել, որ ճիշտ միջավայրերում չեն, բայց գոնե գլուխները կախ իրենց գործն անում են։ Անգամ падգամավորներ կան իմ նախկին ուսանողներ, եւ շատ գնահատում եմ իրենց, որովհետեւ պետք է գոնե այդպիսիներն էլ լինեն, եթե դրանք էլ չլինեն, կարող է ավելի վատ իրավիճակ ստեղծել։ Խնդիրը հետեւյալն է, եթե այսօր լինի ընտրությունը, կամ վաղը կազմակերպվի ընտրությունները, կամ վաղը առավոտյան արթնանանք մի Հայաստանում, որտեղ այսօրվա իշխանությունը չկա, մենք գիտենք ինչպես են կազմակերպելու կամ պահպանելու ու ամրացնելու մեր պետությունը, ազգային պետությունը, դրա վերաբերյալ մեր պատկերացումները հստակ են, թե չէ, ունենք համախոհների թիմը, գաղափարակիցներ, կարծում սա ավելի մտահոգիչ է, քան այն խումբը, որ այսօր կա, եւ կարծում եմ, որ թող ներվի ինձ ասել, մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։